Օրինակ ես եմ բողոքում, հա։ Լավ, ես բողոք եմ, որ միանգամից էլ ուրիշների մասին չխոսեմ։ Եթե մենք ուզում ենք իսկապես դառնալ էֆեկտիվ պետություն, առաջնահերթ խնդիրը դա ներքին կոնսոլիդացիան է։ Նույնանման շահերով հավաքված մարդիկ են։ Դրանք կարող են լինել ինժեներներ, դրանք կարող են լինել կատուների, չգիտեմ, պաշտպաններ։ Հիմա ինչի են ծիրան արտադրողներին, ով գալիս է մի հատ քացով տալիս է, հա, խափում է, քցում է, որովհետև իրանք միավորված չեն։ Հələ մի հատ թող ծիրան արտադրողների միություն ելներ, մի 10,000-անոց։ Ով կարող դրանց կապներ։ Ոչ մեկ չէր կարա, դաժե մտքով չէր անցնի։ Ծիրանաբուծությունը տենց կաճ էր, ու բոլոր ոլորտները տենց կաճ էին, հասկանում ես։ Բայց մենք չենք ուզում դա անենք։ Թույլ մարդը չի ուզում դա անի, ինքը չի ուզում պատասխանատվություն, ինչ սա պետք արա։ Ակը բռնեն կաշառ կտամ, բան։ Ակը ծծեն կփախնեմ։ Թույլ մարդ է ինքը։ Մեզ ուժեղ մարդիկ են պետք։ Միշտ պիտի պատրաստ լինենք եւ արտադրելու, եւ արարելու, եւ պատերազմելու։ Բանա, նախ երեխաներին մենք պետքա այդ մամայի բալա վիճակից հանենք, կարծում եմ։ Երեխեքը տաղանդավոր են, գյուղի երեխաները առավելություն ունեն, որը որ հաստացի առավելություն է եւ չեն կարող ունենանք, իրանց քթի ծակերը լենա։ Այսինքն ֆայմի գործակից են ասում, քթի ծակ են ասում, չէ՞ հարբեր բաներ են ասում, որը ինժեներության մեջ համար մեկ հմտությունն է։ Ես կասեի յուրաքանչյուր մասնագիտության մեջ։ Հա, եթե դու քթի ծակ չունես, ուրեմն վсё։ Իսկ աշխարհի ամենախոշոր համալսարանները իրենց ամբողջ ծրագրերը բաց է։ Մասասուչուսեթը բացա, Ստենֆորդը բացա, անվճար։ Ինտերնետով կապի այնքան սովորի գժվես։ Հա, հասկանում եք, եթե այդ իմաստով բանա կրթվելու խնդիր չկա այսօր։ Հայաստանում։ Այսօր աշխարհում կրթվելու խնդիր չկա։ Ցանկացած կետից, ցանկացած առարկա, ցանկացած հմտություն, կուզես կռոլիկ պահելը սովորի, կուզես քյալա մաճացնելը, կուզես ծրագրավորումը, կուզես կրակելը։ Մրցանակներին, պարգևներին, կոչումներին։ Շատ անտարբեր եմ, շատ։ Իսկ ինչու եք դուք ինքներդ տալիս։ Բոլորը չեն անտարբեր։ Նաև խոսենք պարոն Վարդանյան այն մրցանակի մասին, որ ստացել եք այս ամիսը։ Գիտեմ, որ չէիք ուզի խոսել, բայց լավ, արմատ ավելի հաճելի թեմա է։ ես միևնույն է կվերադառնամ։ Բարսունում քննարկվեց եւ համաձայնեցին։ Եվ այո, մրցանակ։ Ես ձեզ ցանկանում եմ, որ դուք կյանքում առաջնորդվեց ամենաբարձր մոտիվացիայով, դա ծառայության մոտիվացիան է, դա հայրենիքին ծառայության, աշխարհին ծառայության, գիտությանը ծառայության, ընտանիքի ծառայության, մենք բոլորս գիտենք, որ դա ամենաբարձր մոտիվացիան է, եւ դա է այն հզորությունը, որը մարդկանց հասցնում է ամենաբարձունքներին եւ որը որ պահում է մեր երկիրը եւ որը որ ապահովելու է մեր երկրի հետագա առաջընթացը։ Ես ձեզ ցանկանում եմ առաջնորդվել ծառայության մոտիվացիայով ձեր ամբողջ կյանքում։ Շնորհակալություն։ Միջազգային մինչ դուք եկաք տաղավար, ես ու Անան հասցրեցինք խոսել, թե որքան հետաքրքիր զրուցակից եք ու միշտ այնքան թեմա կա ձեզ հետ քննարկելու ու խոսելու։ Միշտ հաճելի է։ Բայց ավաղ մեր ժամանակը միշտ շատ քիչ է ձեզ հետ զրույցը վարելու համար։ Ինչ հիշողություններ։ Լավ հիշողություններ, այո։